Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան։ Պարոն Մկրտչյան, սկսենք այս նախընտրական, այսպես ասած, թոհուբոհից, ամենատարբեր ուժեր, տարբեր առաջարկներով, բայց կարծես թե այսպես բոլորը խոսում են խաղաղության մասին, պարզապես տարբեր փաթեթավորման բոլոր ուժերը կարծես թե խոսում են Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ լավ հարաբերությունների մասին, Եվրամիության հետ լավ հարաբերություններ հաստատելու մասին, օրինակ Հայաստան դաշինք անգամ խոսանում է վիզաների ազատականացում, ասում է, որ դա իրենց համար շատ կարևոր է առաջնահերթությունը։ Ընդհանուր առմամբ, քանի որ նախընտրական շրջան է եւ թե մանիպուլյացիաները, թե դեմագոգիկ հայտարարությունները քիչ չեն, ինչ պիտի իմանա ընտրողը այս ընտրությունների մասին եւ որն է ամենատարբեր ուժերի առաջարկները։ Ինչ առաջարկներ եք մինչ այս դուք առանձնացրել։ Երկընտրանքների մասին է խոսվում, գիտեք, պատերազմ թե խաղաղություն։ Դուք ինչ եք տեսնում դաշտում։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես դաշտում տեսնում եմ վերջին տարիների ընթացքում քիչ թե շատ, լավ կամ վատ իրականացված աշխատանք, բավարար կամ ոչ բավարար աշխատանք, բայց այն, որ աշխատանք տեսնում եմ եւ փոփոխությունները նկատում եմ, սա ակնհայտ է։ Եվ այն մարդիկ, ովքեր որ չեն նկատում կամ չտեսնելու են տալիս կամ կուրությամբ են իրենք տարապում, կույր են քաղաքական եւ քաղաքացիական մակարդակում կամ ինչ շահերով պայմանավորված իրենց այդպես է հարմար ներկայացնեն, բայց երկրում կատարվող աշխատանքը, բարեփոխումների տեմպը եւ բարեփոխումները ակնհայտ է, սա պետքա տեսնել։ Գիտեք, կարելի է անդիմություն լինել, բայց սա չտեսնելը ավելի շատ վանելու է հենց իրենց ընտրողին, որովհետեւ քաղաքացին իր մաշկի վրա սա զգում ու տեսնում է։ Հայաստան դաշինքը Եվրամիության անդամակցության եւ անդամակցության չէ, վիզաների ազատականացման մասին խոսելուց առաջ շատ լավ կանի եւ ճիշտ կանի խոսի Լեռնային Ղարաբաղի դրոշից, որ իրենց առաջ տնկված է միջև հիմա ազգային ժողովում, հանրապետության տարբեր շրջաններում։ Ճիշտ կանի խոսի Արցախ վերադարձից կամ Արցախի վերադարձից, որովհետեւ 5 տարի շարունակ ի վերջո մեր հայրենակիցների ականջները այդ աղբով են լցրել տեղեկատվական։ Թող ծրագրային դրույթ դա դարձնեն։ Իրենց դա է ավելի հոգեհարազատ։ Քոչարյանը Մասիսի ֆոնին է նկարվում, թող մի հատ դրանից խոսի։ Ցեղասպանության հարցը առաջնահերթություն, արտաքին քաղաքականություն դարձնելուց է խոսում։ Թե չէ վիզաների ազատականացման մասին, գիտեք, միայն Հայաստան դաշինքին եւ ընդդիմադիր այդ պրոռուսական ընդդիմադիր դաշտին չի հարիր օրվա իշխանությունների ձեռքբերումները սեփականացնելու եւ իրենցը դարձնելու։ Ցավոք սրտի կա նաեւ առողջ ուժերի շրջանում, այսպես կոչված ճակերտներում առողջ ուժերի շրջանում մի այդպիսի սեգմենտ քաղաքական ուժերի, որ իրենք եւս փորձում են իշխանության հաջողությունները եւ ձեռքբերումները սեփականացնելու։ Օգոստոսի 8-ի ձեռքբերումներն են փորձում սեփականացնել եւ իրենցը ներկայացնել, չգիտես թե ինչ պայմաններում ինչպես, որ չունեն լծակ, անգամ իրադարձությունների վրա ազդեցություն չունեն, ես ձեզ հավաստիացնում եմ։ Անգամ այդ շրջանակն է փորձում սեփականացնել, բայց գիտեք, վիզաների ազատականացումը այս իշխանության բանակցած փաթեթն է, որը հասնում է արդեն իսկ ավարտական փուլին, ինչու հիմնավոր եմ էլի անաչառության դիրքերից, հա, որովհետև պարտադիր առողջապահության ապահովագրությունը ներդրված է 60 եւ ավել տարիքի համար, թոշակառուների համար։ Եվ բիոմետրիկ անձնագրերի հարցը արդեն իսկ այսօր հրապարակվեց, դիզայնը հրապարակվեց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են մտնել տեսնել։ Բիոմետրիկ անձնագրերի խնդիրը եւս լուծված է եւ Եվրամիության անդամ երկրների կողմից կարծես թե կա լուր կոնսենսուս, առանձին դեպքերում նաեւ բարձրաձայն են պաշտոնյաները խոսում, որ վիզաները պետք է ազատականացվեն եւ աշխարհում միակ պետությունը, որ բանակցում է վիզաների ազատականացման շուրջ Եվրամիության հետ, դա Հայաստանի Հանրապետությունն է իր իշխանությամբ։ Իր իշխանությամբ ընդգծում եմ։ Մնացած բոլորը լոլոներ են։ Սա ընտրություններից առաջ պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացին հանուն արդարության իմանա եւ սա այս փաստերը իր առաջ տնելով գնա ընտրության։ Մնացածը նախընտրական этаպում ով ինչ լոլո կկարդա իր ականջներին, դա չգիտեմ որ ժանրից է։ Եվրամիության դրոշով կարող են իրենց դռներն այցելել, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի առանձին ուժեր, քյալագյոզներ քաղաքական կարող է լինեն, որ այդպիսի բան անեն, բայց անգամ դրանք հիմա
վիզաների ազատականացումից են խոսում, Եվրամիության դրոշն ու Պուտինի պատկերը սրբադասված, սրբապատկերը իրենց համար, իրենց առաջ փոխանակ դնեն։ Նորմալ է։ Բայց մի բան է ինձ հույս տալիս եւ գոտեպնդում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հավաքական առումով շատ լավ հասկանում է իր շուրջը ինչա տեղի ունենում եւ լուր հունիսի 7-ին որոշում կայացրած տանից դուրս է գալու, գնա ընտրությունների, իր ընտրությունը կատարի եւ քաղաքացու համը, ինչպես վարչապետ Փաշինյանն է նշում, թողի այս պրոռուսական ուժերի բերանում։ Այդ թվում նաև մյուս բոլոր ուժերի, թե ինչ կոնֆիգուրացիա կլինի, ով ինչ մազից կախված, չգիտեմ, թելից կարճած, մագլցելով մի կերպ այդ շեմը կհաղթահարի, դա էլ արդեն այլ հարց է։ Եվ ոչ այդքան էական հարց է։ Հիմա ընտրությունները բևեռացված են հստակ։ Կա եռագլուխ հրեշների եռյակը, որ այլ օրակարգա սպասարկում, Գյումրի 2, Գյումրի 2-ի սցենարի կիրառում, 1000 ու մի եկեղեցիներ, 1000 ու մի աշխատատեղեր, պոպուլիզմի գերդոզավորում եւ կա իշխանություն կատարած աշխատանքով, լավ կամ վատ, բավարար կամ ոչ բավարար, բայց հստակ կատարած աշխատանքով եւ կան մանր-մունր ուժեր, ովքեր փորձում են այս երկբևեռ ընտրություններում իրենց բաժին անցողիկ, մի կերպ անցողիկ շեմը հաղթահարել։ Չգիտեմ, ամեն դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հերթական անգամ դնում ենք ծանր ընտրության առաջ եւ շատ հստակ ընտրության, սևի ու սպիտակի ընտրության առաջ։ Ու այդ ընտրությունը ակնհայտ է լինելու։ Ակնհայտ է լինելու, որովհետեւ ամենայն դեպս ես չեմ մտածում, որ մեր ժողովուրդը ուրացող ժողովուրդ է եւ կատարված աշխատանքը չի գնահատելու։ Հիմա վայ ընդդիմադիրները այդ ուրացում բառը կարող են մոդելավորել այլ դաշտում Ղարաբաղ, հողեր, պատմական արդարություն, արժանապատիվ խաղաղություն եւ այլն, այստեղ էլի լոլոյա։ Իդեպ քաղաքացու օրը կրկին թիրախավորվեցին թե քաղաքացիական պայմանագիրը, որը ըստ էության կազմակերպիչն էր, եւ թե քաղաքացիները, որոնք մասնակցում էին։ Այդ թվում նաեւ ես, բայց նորմալ է։ Հիբրիդային պատերազմը պոզով պոչով անտեսանելի կենթանի չի։ Գործողություններ են, տեղեկատվական գրոհներ են, ֆեյքային սարսափելի գրոհներ են, տեղեկատվական աղբի տարածում են, կարմիր գծեր անցնելով, բարոյական նորմեր ոտնահարելով, էսա։ Իսկ քաղաքացուն վանկարկելը, սա ինչ մոտեցում է, պարոն Մկրտչյան, քանզի քաղաքացուց են նույն քվե ակնկալելու եւ նույն ուժեղ Հայաստան ուժից, այսպես թիրախավորեցին համերգի մասնակիցներին, էլ թուրք, էլ ազերի, նաեւ բառեր, որոնք եթերային չեն, եւ հետո Ռոբերտ Քոչարյանը խոսում է, որ իրենք գալով պիտի շատ ավելին անեն, ոչ թե այն թուլափայը նկատի ունի թոշակի բարձրացումը։ Այսինքն սա ինչ մոտեցում է քաղաքացիների նկատմամբ, սա ինչ վերաբերմունք է, ել չասեմ, մինչ այդ հայտնի ձայնագրություններում էլի քաղաքացիներին ժեղ, շուն ու շանգյալ, բոշա, էլ ինչ էին ասում։ Այդպիսի թուրք, ադրբեջանցի եւ այլն, այսպիսի բնութագրումներով, այսպիսի պիտակներով քաղաքացու հետ շփվող ուժից դուք ինչ եք սպասում։ Չէ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, դուք ինչ եք սպասում։ Ունեք Ռոբերտ Քոչարյանից ինչ եք սպասում։ Ռոբերտ Քոչարյանի դեպքում մի փոքր հասկանալի է ինչա լինելու, անձնական վրեժ է լինելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ։ Անձնական վրեժ, վենդետա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ։ Սամվել Կարապետյանի մեջ ինչ եք տեսել եւ ինչ եք ուզում։ Ինչա լինելու։ Այդպիսի բնորոշում բիզնես դաշտում գործած եւ այդպիսի կարողությունների հասած մարդը քաղաքականության մեջ էլ է բիզնես տրամաբանությամբ առաջնորդվելու։ Բիզնեսմենի նպատակը առհասարակ բիզնեսմենի էլի, սա թող իրենց վրա չվերցնեն, եթե վերցնեն էլ իրենք գիտեն։ Բիզնեսմենի տրամաբանությունն ու հիմնական նպատակը էժանով առնել, թանկով ծախելն է։ Բիզնեսմեններ կան, որ անգամ Հայաստանի Հանրապետության սուվերենությունն են պատրաստ էժանով առնել, թանկով ծախել։ Այդ էժանը կարա լինի քյաբաբի տեսքով, այդ էժանը կարա լինի 50,000
կաշառքի տեսքով, այդ էժանը կարա լինի խոստումով, որ վաղը չեմ մյուս օրը կլինես պաշտոնյա, այդ էժան առնելը կարա լինի օրինակ համաներման տեսքով, որ այ բանտերը կբացենք բոլոր հանցագործներին ազատություն կտանք, հիմա այլ բանտերի վրա են փորձում աշխատանք տանել, այդ կաշառքը կամ այդ շահագրգռվածությունը կարող է լինի այլ տեսքով, օրինակ բոլոր հարբած վարորդները, որոնք զրկվել են վարորդական իրավունքից, այլևս հունիսի 8-ին առավոտյան ժամը 8-ին կարող են լինել ամեն մեկը իր մարզ կենտրոնի մռուի դիմաց, որպեսզի ստանա ժողովրդական լեզվով ասած այդ վարորդական վկայականը կամ պռավեն ու այս ուժերը ինչ պետություն են կերտելու։ Բելարուսանման մի պետություն, Բելարուսանման մի պետություն, Թաթարստանի կարգավիճակով մի խղճուկ պետություն, հələ Թաթարստանը իր տարածքում նավթային լուրջ ռեսուրսների է տիրապետում, լավ, ուր են ուզում տանել այս ուժերը։ Սա խեղկատակություն է ուղղակի։ Ընտրությունների ելքը ինձ համար արդեն իսկ ակնհայտ է։ Բնավ չեմ ուզում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այս իմ խոսքով ժողովրդական լեզվով ասեմ, արխային գցեմ։ Ոչ, պետքա ամեն քաղաքացի իր մեկ քվեի ղադրը, գինը իմանա ու գնա այդ քվեն տա այն ուժին, որին որ ցանկանում է։ Բայց իր խղճի եւ իր խղճով, իր կամքով, առանց բռնանալու, առանց շահագրգռելու, այդ ժամանակ ընտրությունների ելքը այո ակնհայտ է, թե ինչ կլինի։ Այդպիսի դրսևորումները շահագրգռելու քաղաքացիներին, մոլորեցնելու, պետքա իրավապահ համակարգի կողմից արժանանան կոշտ արձագանքի եւ եթե հնարավորություն կա, ես ինքս չգիտեմ, սա ուղղակի որպես առաջարկ ինձ լսող падգամավորները թող սրա շուրջ մտածեն կամ ոլորտային մասնագետները։ Եթե կա հնարավորություն ընդհանուր դատական պրոցեսները եւ դատական նիստերը արագացված ընթացակարգով միջև ընտրություն իրականացնելու։ Հայտնաբերվել է պոտենցիալ կաշառատու եւ կաշառք վերցնող ստահակ։ Ուրեմն ինքը պետքա արագացված ռեժիմով քննությունը ընթանա եւ դատարանի վճիռ լինի, որպեսզի մյուսների համար դաս լինի։ Իսկ սա համակարգային մոտեցում է, պարոն Մկրտչյան, որովհետև իրավապահ համակարգի վերջին բացահայտումները առնվազն նրա մասին են, որ այսպես ուժեղ Հայաստան, իրեն ուժեղ խրճակած ուժը, այնուամենայնիվ գնում է մարդկանց կաշառելու, ընտրակաշառք բաժանելու ճանապարհով, իհարկե պահելով անմեղության կանխավարկը։ Այնտեղ ուժեղա, այն էլ ֆինանսապես, ընդգծում եմ, ուժեղա ֆինանսապես, Սամվել Կարապետյանը։ Մնացածը ովքեր հավաքվել են Սամվել Կարապետյանի շուրջ։ Հավաքվել են Սամվել Կարապետյանի փողերի համար։ Այդ մարդիկ չեն կարա գնան բանվորություն անեն իրանց երեխեքին հալալ քրտինքով շակալատ առած տուն մտնեն։ Այդ մարդիկ սովոր են Սամվել Կարապետյանի կամ Սամվել Կարապետյանի նման հարուստ մարդկանց շուրջը արժեքներ, սկզբունքներ ոտնահարելով արժանապատվություն առանձին դեպքերում նաև առանձին մարդկանց դեպքերում մարդկանց պարագայում ոտնահարելով կանգնեն նրանց կողքը հանուն գումարի, հանուն ֆինանսի։ Հիմա եթե հանենք ֆինանսը, եթե հանենք փողը, տակը կմնա մենակ Սամվել Կարապետյանը իր գումարով։ Կներեք, ուրիշ բան եք սպասում։ Սելիտրա, կարտոշկի սերմ տարիներով Բելարուսիայի երևի օրինակով քաղաքացիներին բաժանած ուժը այլ բան եք սպասում, տուկիթ էլ երևի։ Ում հետ կոալիցիային մուրաբայր բաժանում ընդհուպ։ Այլ բան կարելի է սպասել, Ռոբերտ Քոչարյանից ինչ եք ուզում սպասեք։ Մարդը երևի թե չի բաժանել, լցոնումներով, մարդկանց վրա կրակելով, քաղաքական սպանությունների ճանապարհով իր օրոք ամենաշատն են եղել, չգիտեմ, քանիսի հետ առնչություն ունի։ Այդ ճանապարհներով իր իշխանությունը ձևավորվել է տարիներ շարունակ։ Ինչ եք ակնկալում։ Նորություն է մեզ համար։ Ժողովրդի համար նորություն է։ Նորություն է իրականում, սա էլ պետք է ասեմ, որպեսզի հատուկ ծնողներն իրենց երեխաների 18 տարեկանը բոլորած երիտասարդների հետ ավելի ճիշտ արդեն զրույցներ ունենան։ Որովհետև հիմա 2026 թվականի ընտրություններին մասնակցում է 2008 թվականի ծնված քաղաքացին։
Դուք պատկերացնում եք 2008 թվականին, երբ որ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը մարդկանց գնդակահարում էր Սերժ Սարգսյանին իշխանություն փոխանցելու համար, այդ մարդը այդ ժամանակ նոր ծնվել է եւ իրեն մոլորեցնելը Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Քոչարյանի, իրենց ընտանիքի այլ անդամների միջոցով հնարավոր է։ Սա պետք է արդեն ավելի հասուն տարիքի մարդիկ իրենց դեռահասների, երիտասարդների հետ խոսեն եւ բացատրեն իրականությունը, ներկայացնեն, թե ինչ տարիներ են իրենք ապրել Ռոբերտ Քոչարյանի կառավարման օրոք։ Այս շրջանակին հնարավոր է մոլորեցնել։ Բայց այն շրջանակը, որը որ տեսել է այդ ամեն ինչը, անհնար է եւ այդ շրջանակը լուր կողքից հետևում է իրադարձությունների զարգացմանը եւ ի վերջո քաղաքացին իր գործը անելու է։ Այ հենց այդտեղ է, որ իրանք վախեր ունեն։ Իրենք վախում են քաղաքացու հետ ուղիղ արճակատումից, ուղիղ առերեսվելուց։ Իրենք չունեն կատարած աշխատանք ըստ երևույթին, կամ այդ աշխատանքը սարսափելի մեծ հետևանքներ է թողել հայ ժողովրդի վրա։ Ո՞րն է եղել այդ աշխատանքը, կարող են ասել։ Բարեգործություն, եսիմ, դա էլ է մեծ հարց, էլի, բարեգործությունա թե չէ։ Սրա համար էլ են ինձ դատի տվել, իդեպ, որ կասկածի տակ եմ դրել բարեգործությունը, բայց կներեք, ես ինչքանով որ ես գիտեմ, բարեգործություն անելուց առաջ իր անձի գաղտնիությունը պայման է իբրև դնում։ Որպեսզի որևէ մեկը չիմանա, որ ինքը բարեգործ է։ Եթե բարեգործությունն արվում է ու մի 150 կամերայով ու լուրջ դրսից բերված PR չիներով դա ներկայացվում է տարիներ շարունակ, այդ պետք է հասկանալ, ինչ է բարեգործությունը, փողերի լվացում է, ինչ է։ Կարելի է առնվազն այս հարցը բարձրացնել, չգիտեմ, դատի տալ կարող են։ Դատավորը ինչ որոշում կայացնի, դա էլ իր խղճին։ Բայց առնվազն ես իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացի կարող եմ սրա մասին բարձր մտածել։ Ինչն է բարեգործություն։ Հարկեր թաքցնելը պետությունից, հետո թուլափայ բարեգործություն անելը քաղաքացուն։ Այդտեղ խնդիր չկա, դա բարեգործություն է, այստեղ եմ։ Եկանք բախվեցինք այդ խնդրին։ Սա բարեգործություն է, երբ որ պետությունից միլիոնավոր դոլարների հարկեր են թաքցնում, հետո քաղաքացուն թուլափայ միլիոնավոր դրամների բարեգործություն են անում։ Պարոն Մկրտչյան, այս հարցն էլ անդրադառնանք ու փակենք, այսպես ասած, նախկին իշխանությունների թեման, նաև այլ թեմաներ ունենք այսօր քննարկելու։ Տեսեք, Ռոբերտ Քոչարյանը օրերս ռուսալեզու հարթակում հարցազրույց էր տալիս, ասաց, որ իր սխալներից մեկը այն է, որ իշխանությունը փոխանցել է իր իրահավա հաջորդին, այդ իմաստով կարծես թե Ռոբերտ Քոչարյանի մոտ արդեն ինչ-որ խնդիրներ կան, դա կհասկանանք իհարկե, եւ վերջին շրջանում շատ է խոսվում էլի Արցախի մասին։ Կրկին մեղադրում էր այս իշխանություններին ոչինչ չանելու մեջ, մատը մատին չտալու մեջ, եւ այս իշխանություններն են մեղավոր, այս իշխանությունները հանձնեցին Արցախը, եւ այսօր առավոտից արդեն կրկին հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ ենթադրում եմ, դուք շատ ավելի լավ կասեք, արդեն հանձնել են Լոռի մարզի Ջիլիզա գյուղը, որոշ մեդիաներ գրում են, որ Ադրբեջանը պատրաստ է եւ Ալիևը անձամբ Նիկոլ Փաշինյանին օգնել եւ գերիները պիտի վերադառնան, այնինչ առավոտից հերքում եմ ամենաբարձր մակարդակով, որ այդ ինֆորմացիաները սուտ են։ Հիմա ինչ միտում ունեն այս խոսակցությունները, նախ բարբերաբար այս իշխանություններին կապել Արցախի կորստի հետ, իբրև թե Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ համագործակցելու հետ, իբրև թե Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստվում են նախընտրական շրջանում օգնել այս իշխանություններին, ինչ միտում ունեն այս խոսակցությունները եւ նաեւ մեդիայում բարբերաբար հայտնված նման գլխագրերը։ Կիրիենկոյի տեղական գործիքները հիբրիդային պատերազմի ուղիղ հրձիգ են դարձել եւ այդ կոնտենտը սպասարկողները, հա, ծնողները, դաշտ նետողները հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ իրենց գործն են կատարում։ Այդպիսի հայտարարությունները եւ այդպիսի կեղծ լուրերը միանշանակ լինելու են դաշտում։ Միանշանակ լինելու են, նպատակը մեկն է՝ ազդել ընտրությունների ելքի վրա։ Ընդհանուր տնտեսական գործիքակազմ կարող է կիրառվել եւ ես չեմ բացառում, որ այս փուլում արդեն իսկ կիրառվում է, սա էլ պետք է գիտակցել։ Եթե կար մի շրջան, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, սուվերենությունը, քաղաքացիների արժանապատվությունը, Ռուսաստանի Դաշնությունը իր Դոմ Մոսկվիների միջոցով գնում էր տայգայում 3 հատ խոզ
մեկ էլ մի հատ քոլիկ ու ռուսական կարմիր անձնագիր տալով հիմա որոշել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին գնել մի բալոն գազով։ Ու սա նոնսենս է, սա պետք է գիտակցի քաղաքացին։ Ելք կա միանշանակ։ Այսինքն դա անկախության գինն է։ Դե ես նորից եմ կրկնում, կար շրջան, որ մի փոր հացով, 3 հատ խոզով, մեկ էլ մի հատ քոլիկով ու ռուսական անձնագրով շահագրգռում Դոն Մոսկվիների միջոցով Տիգրան Սարգսյանի կառավարման տարիներին արտահանում էին բառի բուն իմաստով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որպեսզի հեղափոխական տրամադրություններ այստեղ չլիներ, դա էլ Տիգրան Սարգսյանն է ասել, ԵԱՏՄ-իստ։ Հիմա ուրիշ մեթոդների են անցել։ Հիմա քանի որ նախընտրական շրջանա մի բալոն գազով են ուզում, հեղուկ գազով, երևի թե մի բալոն ուզում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների արժանապատվությունը, սուվերեն պետություն ունենալու իրավունքը, ինքնիշխան պետություն ունենալու իրավունքը գնել։ Տեղական Կիրենկոյամերձ շրջանակներն էլ փորձում են դրա վրա ձեռները տաքացնել, դհոլ խփել, չգիտեմ ինչ անել։ Ասացիք ելք կա, ելքը ո՞րն է, պարոն Մկրտչյան։ Ելքը մայիսի 3-ին եւ մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետությունում պլանավորված եւ իրականացվելիք եվրոպական գագաթնաժողովը, կարծում եմ, ելքերի մասին նաեւ խոսակցություն կլինի այնտեղ։ Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններում կան լրջագույն առաջընթաց եւ մի առիթով ասել էի, երբ որ Լեռնային Ղարաբաղը կար, ռուս խաղաղապահներն այնտեղ էին, լրատվամիջոցներից մեկի ընթացքում ես այդ միտքն արտահայտել էի, Քոչարյանը, Սերժա, այդպես այդ խառը շրջանակը թիրախավորել եւ ծաղրում էր ինձ, արտահայտել էի միտք, որ Ֆրանսիան ունի բոլոր հնարավորությունները զբաղեցնելու այն տեղը, որը հիմա մեր կյանքում զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնությունը, եւ կարծում եմ այդ այցելության ընթացքում նաեւ դրա մասին խոսակցություն կլինեն փաստաթղթերի լուրջ փաթեթի ստորագրում եւ բանակցությունների ավարտ ու ելքը հենց այդտեղ է, ելքը հավաքական արևմուտքի հետ մեր ինստիտուտները ուժեղացնելով, կրթության որակը բարձրացնելով, արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելով, հարևանների հետ բարի դրացիական հարաբերություններ հաստատելով իրավիճակից դուրս գալը։ Իսկ դա հնարավոր է։ Այո, պետք է Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել, ինչի նորություն է։ Ադրբեջանի հետ հարաբերությունները պետք է կարգավորվի, սիրելի հայրենակիցներ։ Ու այն ուժերը, որ ասում են պետք է Ադրբեջանի հետ հարաբերությունները արժանապատիվ կարգավորվի, այդտեղ իրենք ունեն հարցեր Ադրբեջանին։ Հարցերը տեղավորվում են ոչ թե Հայաստանի Հանրապետության այս իրական Հայաստանի քարտեզի մեջ, իրական Հայաստանից դուրս են այդ հարցերը։ Այդ հարցերի բարձրացման ընթացքում կարող է դադիվանքի տերտերն առաջ գա, դադիվանքից խոսի։ Այդ հարցերի առաջ քաշման ժամանակ կարող է, չգիտեմ, նախկին քաղաքապետ այնտեղից դուրս գա առաջ քաշի։ Այսինքն հստակ, պարզ, բաց ասենք, տարածքային պահանջ եւ նկրտումներ ներկայացնի հարևան պետությանը, որի տարածքային ամբողջականությունը Հայաստանի Հանրապետություն ամենաբարձր մակարդակով արդեն իսկ ճանաչել է եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն էլ լուր կոնսենսուսով դա ընդունել են։ Պարոն Մկրտչյան, իսկ երաշխավորի ինստիտուտը, ով է այդ երաշխավորը, այսինքն ուղիղ երկխոսությունը ըստ ուժեղների ճակերտավոր։ Երաշխավորը կարա լինի Ռուսաստանը, Չինաստանը, Բրիտանիան, քանի որ Մակրոնը գալիս էր, երևի ոնց որ Մակրոնին էլ կդիտարկեն, անկախ նրանից, որ Մակրոնը իրենց հայրիկի, Մակրոնի գլխավորած երկիրը իրենց հայրիկի կամ հորեղբոր նկատմամբ գործեր ունի հարուցած եւ իրավական այսպես գործընթացի մեջ են իրենք մեղմ ասած։ Ըստ իրենց այս ուժերն են։ Սա միֆ է։ Սա արդեն իսկ պայթած միֆ է, որովհետև տարածաշրջանում Ռուսաստանը եղել է երաշխավոր միանձնյա 2020 թվականի պատերազմից հետո, այդ երաշխավորը տեսել ենք ինչ արել։ Երաշխավորը եղել իդեպ ու հատուկ պետք է ընդգծենք 97 թվականի երկկողմ փոխօգնության պայմանագրով մի քանի ասպեկտով հապկի շրջանակներում եւ երաշխավոր ա եղել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեսքով բնակչության խաղաղ կյանքը ապահովելու համար։ Հետևանքները տեսել ենք, Լեռնային Ղարաբաղը չկա, ռուս խաղաղապահների քթի տակից Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը շատ հարցերի դեռ պետք է պատասխանի պաշտոնական Երևանին եւ հենց Երևանում գերությունից ազատվելուց հետո
հիմա գերության մեջ է, Ղարաբաղի բնակչությունը չկա, Ղարաբաղը չկա, Հայաստանի ինքնիշխան տարածքը ենթարկվել է հարձակման, մի քանի հատված օկուպացիայի տակ է Ադրբեջանի, ռուսական երկկողմ փոխօգնության պայմանագիրը չի գործում, վերածվել է զուգարանի թղթի, հապկի մասին եկեք ավելի լավ է լռեմ։ Ով է երաշխավոր։ Եթե այս երաշխավորների մեջ Ռուսաստանը ինքնին դիտարկվում է առհասարակ որևէ մեկի հետ փաթեթով անգամ, այդ արդեն խաղաղության մասին չի, այդ արդեն ռուսական իմպերիալիստական շահերի մասին է, որ դարեր շարունակ Հայաստանի Հանրապետության վրա ազդեցություն է ունեցել, հայ ժողովրդի վրա ազդեցություն է ունեցել։ Այդտեղ Ռուսաստանը որ պահին հարմար է Ղարաբաղը կճանաչի պատմական հայկական տարածք, որ պահին հարմար է կճանաչի Ադրբեջանի անկախտելի մաս, ու գնացեք ու սերունդներ զոհեք, սերունդներ մատաղարեք ու կոտորեք։ Էս է։ Երաշխավոր չկա, երաշխավորը մենք ենք, հայկական բանակն է եւ մեր ճկուն արտաքին քաղաքականությունն է եւ հարևանների նկատմամբ որևէ տարածքային նկրտումներ չունենալն է։ 29743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս Հայաստանի Հանրապետություն չտեսնելն է, այս պարզ ճշմարտությունը ով չի հասկանում։ Չգիտեմ, քյալլա գյոզա եւ այս ժողովրդի գլխին հերթական աղետ ու պատերազմ է ուզում բերի։ Վերջնարդյունքում ինքը կամ կգնա Կալուգա, կամ կգնա Բելարուս, կամ կգնա, չգիտեմ, հունական կղզիներ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին էլ իր այդ դաժան ապագայով կմնա մենակ։ Էս են ուզում։ Ուրիշ բան չկա։ Շատ պարզ է, այն ուժը, որ ասում է խաղաղություն, բայց Ղարաբաղցիների վերադարձ, խաղաղություն, բայց Ղարաբաղի վերադարձ, խաղաղություն, բայց սահմանադրություն եւ անկախության հռչակագիր, այդտեղ էլ է շատ կարևոր ուշադրություն դարձնել, սահմանադրություն եւ հռչակագիր։ Ասում են խաղաղություն, բայց հայ առաքելական եկեղեցու առաջնորդությամբ Կտրիշ Ներսիսյանի գլխավորությամբ եւ նա ինստիտուտ է։ Կներեք ժողովուրդ ջան, պետք է զգույշ լինել։ Ձեր երեխաների եւ ձեր ապագայի հանդեպ պետքա պատասխանատու լինել ու սա հաշվի առնել։ Այդ սեպտեմբերը, որ նշվել է պատերազմի ամիս, ասում են որտեղից է վերցրել վարչապետը, որ նշել է սեպտեմբեր ամիսը պատերազմի ամիս։ Պարզ չի։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին գնում եւ եռագլուխ հրեշներին ձայն է տալիս, մինչև սեպտեմբեր քաղաքացիական պայմանագիրը դեռևս իշխանության է։ Սեպտեմբերին, երբ որ նոր խորհրդարանը եւ նոր կառավարությունը կձևավորվի, այն խորհրդարանը, որը որ իշխանության եկած կլինի Մասիսի քողի տակ, Ղարաբաղը իր առաջ իբրև նպատակ սահմանած, սահմանադրության մեջ անկախության հռչակագիրը անբեկանելի նորմ դարձրած, Պուտինի նկարը դոշին խփած, այս ժողովրդին պարգևելու է պատերազմ։ Ուրիշ բան չկա, պետք չի մութ սենյակում մտնել սև կատու փնտրել, չկա, շատ պարզ է։ Պրիմիտիվ չի, պարզ է, ակնհայտ է։ Հակառակ պարագայում ինչ է լինելու։ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է իր արտաքին քաղաքականությունը դեպի Եվրամիություն արդեն իսկ օրենքի ուժ ստացած, Հայաստանի Հանրապետությունը դիվերսիֆիկացնում է իր տնտեսությունը երևի թե։ Այդտեղ ամենադանդաղն է աշխատանքներն ընթանում, որտեղ ես դժգոհությունն եմ իմ ուզում արտահայտեմ։ Երևի թե այդ գործընթացը ավելի կարագացվի, ստանդարտիզացիա կլինի տնտեսության մեջ, եւ մենք կունենանք ապագան։ Ապագան մեր համար քիչ թե շատ տեսանելի կլինի։ Ռուսական աղբի հետ ապագա չկա։ Այդ ապագան նման է ռուսական ծայրագավառներին։ Գնացեք, տեսեք թե ոնց են այնտեղ մարդիկ ապրում եւ առհասարակ Ռուսաստանի Դաշնությունը մի հատ հետայած գցեք, տեսեք։ Անկամ այն հայրենակիցները, հատուկ ես էլ ասեմ ձեր թույլտվությամբ, անկամ այն հայրենակիցները, ովքեր լավորից չի, այդ թաթար-մոնղոլական առաջին նախագահի ասած թաթար-մոնղոլական արշավախմբի կառավարման տարիների արդյունքում ու դրա պատուղն է եղել իրենց Ռուսաստանի Դաշնության
Սփյուռքի շարքերը համալրել է։ Հիմա որ պատրաստվում են, երևի թե պատրաստվում են կամ կգան ընտրությունների, սա էլ թող հաշվի առնեն։ Որ ինչպես այստեղ ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար մի բալոն գազը ինքնիշխանության համար վճարելու բան չի ու դա անգինա ու դա չի վաճառվում։ Այնպես էլ իրենց համար մի փոր Ռուսաստանի Դաշնությունում աշխատած հացը պիտի ինքնիշխանությունն ու սուվերենությունը վաճառելու համար առիթ ու պատճառ չլինի։ Ով էլ ուզում է իրանց խնդրած լինի, ով էլ ուզում է իրանց բերած լինի։ Բերում են, ծախսեն անում, սիրելի հայրենակիցներ։ Եկեք, կերեք, խմեք իրանց հաշվին, գնացեք, մտրեք, քվեախցիկ ու ձեր ընտրությունը կատարեք։ Ու այդպես էլ լինելու է, ես վստահ եմ։ Այդպես էլ լինելու է։ Իրանք մի հատ այնպեսի պատի են բախվելու, որ երկար ժամանակ ուշքի չգան։ Ուղղակի ցավալի է, որ կարող են անցողիկ շեմը նրանցից շատերը հաղթահարել եւ հայտնվել խորհրդարանում ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներվերի վրա ազդել ուղղակի։ Պարոն Մկրտչյան, քանի որ ժամանակը սուղ է, կուզենամ երկու դիլեմաների մասին եւս խոսել։ Տեսեք, օրերս Եվրամիության քաղաքացիական առաքելության երկրորդ խումբը եկավ Հայաստան ու այն ուժերը, որոնք այսպես խոսում են Եվրամիության հետ լավ հարաբերությունների մասին։ Հա, հիմա ասում են, որ սա արտաքին միջամտություն է ընտրություններից առաջ, ինչու են Եվրամիության նման խմբեր ժամանում Հայաստանի Հանրապետություն, նախ հասկանանք այս դիլեման։ Մի կողմից հայտարարում են, որ Եվրամիության հետ հարաբերությունները իրենց առաջնահերթությունն է, մյուս կողմից այս քաղաքացիական առաքելությունը իրենք դիտարկում են որպես սպառնալիք միջամտություն ներընտրական process-ներին եւ ասում են, որ սա ակնհայտ է, որ Եվրամիությունը փորձելու է ինչ-որ ձևով ազդել։ Ինչպես հասկանալ նման հայտարարությունները եւ երկրորդը մի կողմից դժգոհում են այն հայտարարություններից, որ վարչապետը հայտարարում է, թե պատերազմի եռագլուխ կուսակցություն են, մյուս կողմից մենք տեսանք, որ ջահերով երթը շատ քաղաքականացվեց, դաշնակցության ներկայացուցիչները այդ օրն էլ հայտարարում էին, որ այո, այս երիտասարդները գալու են Արցախի ետևից։ Կարապետյանների աջակիցները ավելի վաղ նաև այսպես հանդգնել են ուղիղ ասել, որ այո, պատերազմով։ Հիմա ինչպես հասկանալ նաև այս դիլեմաները։ Մի կողմից խոսում են, որ Եվրամիությունը առաջնահերթություն է, բայց նույն գագաթնաժողովը Եվրամիության քաղաքական համայնքի եւ նաև քաղաքացիական առաքելությունը դիտարկում են սպառնալիք Հայաստանի համար ոչ լավագույն սցենար, գագաթնաժողովն էլ ի դեպ ասում են, որ դա հակառուսական տրամադրություններ է գեներացնելու։ Հասկանանք ինչպես է տեղավորվում այս երկուսը նույն ափսեում։ Լսեք, այս մարդիկ, եթե իրենց ողջ գիտակից կյանքը քաղաքականության մեջ կամ պետության կառավարումը պատկերացրել են բացառապես վասալի դիրքերից։ Մեկը պետք է մի հատ ասի, ցարը պետք է ինդուց ասի, կամ ցարի այն ամենա ստորին օգնականը պետք է իրանց մի հատ զանգի, իրանք էլ պետք է կռեսլոյից ընկնեն այդ զանգի ընթացքում, իրանք սովոր են եղել այդ տրամաբան։ Ինչ հակառուսականության ման։ Նմանը չունեցող միջոցառումը Հայաստանի Հանրապետությունում եւ տարածաշրջանում առհասարակ իրականացվում։ Նմանը չունեցող, որտեղ պետք է Հայաստանի Հանրապետությունը իր օգուտները փնտրի ու գտնելու է այդ օգուտները կա։ Կտեսնեք, շատ բան չասենք եւ որպեսզի հանրային այդպիսի տրամադրություններ էլ չձևավորենք։ Օրը կգա իրենք կտեսնեն։ Այդ դրա համար էլ Եվրամիության վերմակը մեկ-մեկ վերցնում փաթաթվում են այդ վերմակով, փորձում են բան անել։ Պուտինի գարշելի դիմանկարը իրենց վրա տապված թաքցնել, էլի պահել Եվրամիության դրոշով։ Դրա համար էլ Եվրամիությունից մեկ-մեկ խոսում են։ Նպատակը ո՞րն է։ Կարող եմ ասել, փրփուրներից կախվել եւ հետընտրական որևէ գործողություն պլանավորել, գոնե ակնարկել, բայց մտքներովդ չանցնի։ Մտքներովդ չանցնի, որովհետեւ կանխակալ բան չասենք, կանխավ բան չասենք, մինչև այս 2018 թվականից սկսած, երբ որ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եղել, որևէ ընտրություն չի կեղծվել։ Որևէ ընտրություն, կրկնում եմ, չի կեղծվել։ Եվ ես ունեմ մեծ վստահություն, որ 2026-ի հունիսի 7-ի ընտրությունները եւս չեն կեղծվելու։ Ում դատարկ գլխում այդ միտքը առաջանա, որ պետք է այդպիսի ստվեր գցել ընտրությունների վրա, չփորձեք։ Չփորձեք, որովհետեւ այդ դիտորդները գալիս են դա արձանագրելու համար, դա ֆիքսելու համար։ Այդ դիտորդները բանով ռուսական սալով չեն կաշառվում, չգիտեմ, դոլարի կապով չեն կաշառվում, ոնց որ կաշառվում էին օրինակ Քոչարյանի կառավարման եւ Սերժի կառավարման տարիներին։ Նախորդ հարցի ընթացքում ձեր թույլտվությամբ էլ ասեմ, որպեսզի Սերժ Սարգսյան Քոչարյան
քանի որ հիշեցի, ասեմ, այդ հակամարտությունը, ում եք ինչ եք հատ պատմում։ Դուք սիամական զույգեր եղել եք ու կաք, ինչ բեմականացված թատրոն եք խաղում, ձեր թիմակիցներին էլ մոլորեցնում։ Այդ որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը խնդիրներ ունեին, մարտի 1-ը ում համար արեց, ում համար ճանապարհ հարթեց դիակների վրայով իշխանություն տվեց, ով էր ում սպասարկում տարիներ շարունակ, հոկտեմբերի 27-ի ժամանակ Սերժը ազգային ժողովի անվտանգության ուղիղ պատասխանատուներ, այդ ոնց պլստաց, հետո էլ մի բան էլ առաջ գնաց, լավ էլի, դա հեքիաթ է, էդ էլ մոլորեցնելու եւ գործիքներից մեկն է, որպեսզի մարդկանց մոլորեցնեն, բանա չէ, կարծիք կա, հիմա ասում են, իրանց թվում է, ինչը որ մի 150 անգամ ասեն, ինչ-որ հրաշքով, երևի թե ընդհուպ նաև Կտրիչ Ներսիսյանի միջնորդությամբ, դեպի բարձրյալ դա իրականություն կդառնա։ Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետն է։ Մի 150 անգամ իրանք սա ասում են օրվա ընթացքում, փորձում են ֆեյք իրականության մեջ իրանք ապրել, այդ փուչիկի մեջ ապրել, որը պայթելու է հունիսի 7-ին։ Նույնը Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան հակամարտությունը։ Տարիներ շարունակ ասում են Սերժն ու Քոչարյանը իրար հետ խնդիրներ ունեն։ Ով է ասում, իրանց թիմակիցները դից ասում էին։ Հիմա էլ դուրս են եկել, ասում են, ես փոշմանել եմ, որ մարտի 1 եմ արել։ Իրավահաջորդնի, այսինքն խոստովանական ցուցմունք է Քոչարյանի խոսքը իր մեջ պարունակում։ Իշխանությունը ոչ թե ժողովուրդն է ձևավորել, այլ Քոչարյանը ուղակի սխալվել է, որ այդ իշխանությունը Սերժին է տվել։ Սա ավելի լավ ինքնախոստովանություն ուղակի չկա։ Մարդը խոստովանում է, որ ինքը տվել է, բայց հիմա փոշմանել է, դա հարցի մյուս կողմն է։ Ոնց է տվել։ 10 հոգու գնդակահարելով Երևանի փողոցներում, մարդկանց դիակների վրայով քայլելով իշխանությունը փոխանցվել է Սերժին։ Քոչարյանը այդ տարիներին ինչ ա արել։ Սիստեմայում բաժնետոմսեր ա ունեցել, ուր ուզել, երբ ուզել թռեք գնացել, բիզնեսները ստե ծաղկ է զարգացել։ Ում եք հիմարի կամ էշի տեղ դրել, դե արու մի ասա։ Շատ են սիրում ես էշ բառն էլ իրանք օգտագործել։ Ում եք էշի տեղ դրել դուք։ Չի տեսել այս ժողովուրդը կամ այդ սիշ բեմականացված ներկայացումը։ Լավ է լինելու, որովհետև ժողովուրդը ամեն օր լուստրացիայի ականատես է լինում։ Ամեն օր բաց երկնքի տակ լուստրացիա է լինում։ Էսի սրանք կպավենի, նրանք կպավեն, մեկը էսա ասում են, մեկը էսա ասում։ Իրանք իրենց թիմակիցների մեջ անգամ հիմնավոր կետային հարցերի շուրջ կոնսենսուս չունեն, ամեն մեկը մի բան ասում, մեկ ասում են մենք Ղարաբաղ չենք կարա էլ հետ բերենք, այն մեկն էլ ասում են մենք թրերով, սրերով մտնելու ենք Ղարաբաղը հետ բերենք, հələ սպասեք, հողել կլինի, տունել կինի, այդ իրանց բարբարով Ղարաբաղի, էս էլ կինի, այն էլ կինի, իա, լավ է, ում հաշվին կինի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ու արդյոք կլինի, եթե իմանանք կլինի ու դա աշխարհը կընդունի ու դա կմարսենք, արա թողնի։ Ես էլ ձեր հետ առաջի շարքում լինեմ։ Եթե կլինի, էլի մի հատ հիմնավոր եք, այդ ոնց պիտի լինի։ Դուք 30 տարի լինելով իշխանության թե Հայաստանում, թե Ղարաբաղում տեսել ենք ինչ եք արել։ Թալան է, բարբարոսություն արել, որ այսօր էլ Ալիևի լեզուն այսքան է դարձել Հայաստանի Հանրապետության վրա, աղդամի ավերակների լուսանկարները ձեռքին։ Գրփե-չրփե ձեր սեփական հարստությունն եք դիզը։ Հիմա ինչ պիտի լինի։ Հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացու լեզվով ասած պիտի պատին դեմ տակ, վրեժ լուծեք, վենդետա անեք, այս երկրի հետ էլ ինչ կլինի։ Ոչ խելք ունեն, ոչ մեղք ունեն։ Ես ասել եմ ու էլ եմ կրկնում։ Այս ընդդիմադիրները ուժեղ փողով ուժեղ ընդդիմադիրներով փող ունեն, հնարավորություն ունեն, գրպանային լրատվամիջոցներ ունեն, ծառաներ ունեն, կոշիկները փայլեցնող ունեն, կոշիկները կոճկող ունեն։ Այս շրջանակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ինչ կապ ունի առասարակ։ Միջին վիճակագրական հայի հետ սրանք ինչ կապ ունեն։ Դա վերևից, հա, քաղաքի վերևից այդ քաղաքացիներին նայում են։ Արհեստական բանականությամբ շփվում են, ձևական մարդամեջ դուրս են գալիս։ Ինչ կապ ունեն այս մարդիկ մեր հետ։ Ամփոփելով պարոն Մկրտչյան, թեև այդ հարցի պատասխանը տվեցիք, այս ընտրությունների կարևորությունը որն է եւ ինչ երկընտրանք է դրված։ Ինքնիշխանություն թե վասալություն։ Ինքնիշխանություն թե ստրկություն։ Անկախ Հայաստանի Հանրապետություն թե
կախյալ Հայաստանի Հանրապետություն, խաղաղ Հայաստանի Հանրապետություն, թե մշուշոտ պատերազմական ապագայով եւ առհասարակ Հայաստանի Հանրապետության գոյության լինելիությունը հարցականի տակ լինող Հայաստանի Հանրապետությունը, այս է լինելու։ Մեծ բան չկա։ Շատ բաց են խաղում ուժերը, ակնհայտ է թե իրենք ինչ են ուզում, որտեղից են եկել, ով է իրանց ճամփել կամ ղրգել ու նպատակը որն է։ Շնորհակալ եմ, պարոն Մկրտչյան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս քաղաքագետ Հարություն Մկրտչյանն էր, կհանդիպենք։